Ողջույն, արի այսօր միասին լուծենք անանյա շիրակացու հետևյալ խնդիրը։ Սպաների աշխատավարձը բաժվում էր այսպես. 1/4 մասը պատվազորներին, 1/8 ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը մյուս հետյալներին։ Իմացիր, թե ամբողջ աշխատավարձը որքան էր։ Նախ անենք նշանակում։ Կենդինարների ընդհանուր թիվը նշանակենք x-ով։ Պատվազորներին հատկացվող կենդինարների թիվը նշանակենք x/4-ով, քանի որ պատվազորներին հատկացվում է ամբողջ կենդինարներից ընդամենը 1/4 մասը, ուստի եթե x-ը բազմապատկենք 1/4-ով, կստանանք x/4։ Նույն տրամաբանությամբ էլ ավագներին հատկացվող կենդինարների թիվը նշանակենք x/8-ով։ Եվ որպեսզի կարողանանք հետյալներին հատկացվող կենդինարների թիվը արտահայտել x-ով, պետք է ստանանք արտահայտություն։ Այսինքն, կենդինարների ընդհանուր թվից պետք է հանենք պատվազորներին և ավագներին հատկացվող կենդինարների թիվը x մինուս x/4 մինուս x/8։ Այս դեպքում միակ ճշգրիտ թվային տվյալը, որ ունենք, 150-ն է, և հենց սրա շուրջ էլ պետք է մեր թվային գործողություններն անենք։ x մինուս x/4 մինուս x/8 հավասար է 150։ Սա մեր բանաձևն է, որով էլ հաշվելու ենք կենդինարների ընդհանուր թիվը։ Միևնույն հայտարարի բերենք և կստանանք 8x3 մինուս 2x մինուս x/8 հավասար է 150։ Կատարելով թվաբանական գործողությունները կստանանք 5x/8 հավասար է 150։ x-ը հավասար է 150 անգամ 8 հարաբերած 5-ի, սա անում ենք խաչաձև բազմապատկում, և ստանում ենք, որ x-ը հավասար է 1200 հարաբերած 5-ի, և արդյունքում x-ը հավասար է 240։ Պատասխան ստանում ենք, որ 240 կարդինար ընդհանուր, սա կարդինարների ընդհանուր թիվն էր։ Այսքանը